Բարի օր հարգելի հետևորդներ, եթերում է IBC լուրերի ժամը 15-ի թողարկումն է, ես Սվետլանա Պետրոսյանն եմ և այժմ կներկայացնեմ ժամի գլխավոր նորությունները Հայաստանից և աշխարհից։ Նախ կարևորը համառոտ։ Փաշինյանը կրկին մեղադրում է, ինչ հայտարարություններ է արել վարչապետը ճեպազրույցում։ Ցույց է տալիս այն կառավարման արդյունքները, որ նախորդի շրջանում իրականացվել է։ Ադրբեջանական նավթամթերքի հերթական խմբաքանակն է գալու Հայաստան, Փաշինյանը կառավարությունում ինչ բացահայտում է արել։ Բժիշկների համար զորակոչ է հայտարարվել, վարժական հավաքների ժամկետները հայտնի են։ Հալեպում հայեր են տուժել, ինչ մանրամասներ են հայտնի Սիրիայի Հայաշատ քաղաքից։ Առողջապահության ոլորտը նոր փուլ է մտնում, ինչ է սպասվում բնակիչներին այս տարի։ Հիվանդանոցների գերակշռող մեծամասնությունը դեռևս չունի այդ կանոնակարգը, թե ոնց իրենք պետք է աշխատեն։ Թրամփը Գրենլանդիան է ուզում, ինչպես է այս գլոբալ զարգացումը ազդում տարածաշրջանի վրա։ Նիկոլ Փաշինյանը կառավարությունում էր։ Վարչապետը լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձել է նոր տարվա օրերին արձանագրված հոսանքազրկումներին։ Նա պատասխանատվությունը դրել է Հայաստանի էլեկտրական ցանցեր ընկերության նախկին ղեկավարության վրա։ Փաշինյանի խոսքով ամանորը մոմի լույսի տակ դիմավորած ընտանիքների կարգավիճակը տարիների ընթացքում կուտակված վատ կառավարման հետևանք է։ Այն փաստը, որ մարդիկ եղել են մարդիկ, որ ամանորի գիշերը անցկացրել են հոսանքազրկված բնակավայրերում, ցույց է տալիս այն կառավարման արդյունքները, որ նախորդի շրջանում իրականացվել է Հայաստանի էլեկտրական ցանցերում եւ այն process-ները, որ վերջին ամիսներին դուք տեսել եք սկսած մայիսից, հենց դրա արդյունք են, որ Հայաստանի էլեկտրական ցանցերը չեն կատարել իրենց ներդրումային պարտավորությունները եւ մասնավորապես Հայաստանի մարզային բնակավայրերում։ Եվ 6 ամսվա ընթացքում, եթե 6 ամսվա ընթացքի process-ները տեղի չունենային, հոսանքազրկված բնակավայրերի թիվը կլիներ ոչ թե ձեր նշածը, այլ ձեր նշածից 3 անգամ ավել, եւ ես հիմա այդ թվում շատ լուրջ կասկածներ ունեմ, որ այդ ամենը արվում էր երկար ժամանակ Հայաստանում քաղաքական դժգոհություններ գեներացնելու համար, թաքնված լինելով Հայաստանի առանցքային կրիտիկական ենթակառուցվածքներից մեկի թիկունքում եւ այդ թվում Ռոմանոս Պետրոսյանի եւ իր գործընկերների եւ մեր մյուս գործընկերների գործունեության արդյունքում պարզվեց, որ Հայաստանի Հանրապետությունում չկա գոնե մի ընտանիք, որից այս ընթացքում Հայաստանի էլեկտրական ցանցերը նախորդող շրջանում փող չեն գողացել, շատ կոնկրետ։ Փաշինյանը խոսել է նաև ադրբեջանական բենզինի մասին։ Նա պատմել է, որ Հայաստանի եւ Ադրբեջանի վարչապետների հանդիպման ժամանակ Ադրբեջանը պատրաստակամություն է հայտնել վաճառել նավթամթերք Հայաստանին։ Հայաստանի կառավարությունը տեղեկացրել է այդ մասին մի քանի հայկական ընկերությունների, որոնցից երկուսը կապ են հաստատել։ Փոխվարչապետը արտահայտել է պատրաստակամությունը Ադրբեջանի վաճառել նավթամթերք։ Հայաստանի կառավարությունը նախնական ուսումնասիրելով դաշտը այն գործարարներին, որոնք մեր գնահատմամբ հակված չեն լինի դրանից քաղաքական ակցիա սարքել, ասել, որ օրինակ կառավարությունը մեզ ստիպում է, որ մենք Ադրբեջանից բենզին գնենք, իսկ մենք չենք գնում բենզին, որովհետև եւ այլն։ Մենք ասել ենք, որ կա այդպիսի հնարավորություն։ Եվ երկու կողմերի ընկերությունները, եթե չեմ սխալվում, Հայաստանի կողմից երկու ընկերություն կապ են հաստատել, միջայլոց ասեմ, բոյկոտի դրսևորում առաջին խմբականակի ներկրման ժամանակ եղավ, որովհետև եղան ցանցեր, ովքեր հրաժարվեցին վաճառել այդ բենզինը։
Ավելի վաղ Հայաստանի էկոնոմիկայի նախարարը հաստատել էր Ադրբեջանից նավթամթերքի երկրորդ խմբականակի ներմուծման մասին տեղեկությունը։ Այս անգամ Բաքուն նախորդից 3 անգամ ավելի մեծ մոտ 4000 տոննա նավթամթերք է ուղարկում Հայաստան, ներառյալ 1800 տոննա պրեմիում դասի բենզին, 1000 տոննա ռեգուլյար բենզին եւ 1000 տոննա դիզելային վառելիք։ Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը նշել է, որ ադրբեջանական նավթամթերքը շուկայականից 80 դրամ էժան կվաճառվի։ Նիկոլ Փաշինյանը մինչ ճեպազրույցը կառավարության տարվա առաջին նիստին էր։ Նիստին որոշվել է 2026 թվականի պահեստազորի վարժական հավաքների ժամկետները։ Դրանք անցկացվելու են փետրվարի 3-ից նոյեմբերի 20-ն ընկած ժամանակահատվածում։ Կառավարությունը խոստանում է փոխհատուցել հավաքներին մասնակցողների ծախսերը։ Պահեստազորայինների առաջին վարժանքը անցկացվելու է փետրվարի 3-ից ապրիլի 10-ը, վերջինը սեպտեմբերի 29-ից նոյեմբերի 20-ը։ Կառավարության որոշմամբ վարժական հավաքների ընթացքում յուրաքանչյուր պահեստազորային կմասնակցի ոչ ավելի քան 25 օր։ Ի դեպ գործադիրի այսօրվա որոշմամբ զորակոչ է հայտարարվել նաև պահեստազորի մինչև 35 տարեկան բժիշկների համար։ Այլ ինչ թեմաներ է քննարկել գործադիրը տեսանյութում։ Հայաստանի Հանրապետությունը ոչ միայն պահպանել է մակրոտնտեսական կայունությունը, այլև ապահովել է համախառն մեկ շնչին ընկնող համախառն ներքին արդյունքի ավելի քան 2 անգամ, այսինքն 2-4 անգամ աճ։ Մարդկանց եկամուտները ավելանում են, որքանով մարդկանց եկամուտները ավելանում են, այնքան զբոսաշրջությունը նաև ներքին դառնում է ավելի հետաքրքիր հանգստի անցկացման ձև, եւ սա նույնպես մի պոտենցիալ է, որը մենք պետք է առաջիկայում լրջորեն եւ խրախուսենք եւ նաև դիտարկենք մեր բոլոր որոշումներում։ Քանի բալ կգնահատեք մեր խնդրի կատարման այս պահի դրությամբ մակարդակ։ Ես կարծում եմ մենք 6.5 ենք, պարոն վարչապետ, եթե ազնվորեն ասեմ, ես շատ ավելի մեծ խնդիրներ էի ակնկալում պրակտիկայում կիրառման արդյունքում։ Իհարկե մենք ունենք այս պահին խնդիրների բաժանել ենք նաև կատեգորիաների։ Առաջինը դա տեղեկատվական բացի խնդիրներն են։ Այսինքն մարդիկ լրացուցիչ տեղեկատվության կարիք ունեն, ինչպես օգտվեն ոչ միայն պացիենտները, այլ նաև մեր բժիշկները։ Բացի այն, որ մենք էլեկտրական էներգիայի արտադրության վերաբերյալ մեր պատկերացումները պետք է փոխենք։ Մենք էլեկտրական էներգիայի եւ ընդհանրապես էներգիայի սպառման մասին մեր պատկերացումները պետք է փոխենք։ Իսկ հունվարի 1-ից գործող պարտադիր առողջապահական ապահովագրությունը ոչ թե թեթևացրել է քաղաքացիների հոգսը, այլ բերել է անորոշություն եւ առաջացրել է բազմաթիվ հարցեր։ Այստեղ հետաքրքիր է, որ վարչապետը նախապես նշում էր, որ ապահովագրության ներդնելուց հետո դեպի բժշկական հաստատություններ գրոհ է սկսվելու, սակայն իրականությունը այլ է։ Ինչպես է աշխատում պարտադիր ապահովագրությունը գործարկման առաջին օրերին եւ ինչ խնդիրների են բախվում համակարգի շահառուներն ու բժիշկները ռեպորտաժում։ Առողջության պարտադիր ապահովագրությունը հունվարի 1-ից ուժի մեջ է մտել։ Այս տարի համակարգի շահառու են անչափահասները եւ 65 տարեկանից բարձր քաղաքացիները։ 200,000 դրամից ավելի աշխատավարձ ստացողները պարտադիր ապահովագրության համար պետք է վճարեն սեփական միջոցներով։ Պետական հոգացությամբ ապահովագրվելու են նաեւ մի շարք սոցիալական խմբերի ներկայացուցիչներ։ Առաջին, երկրորդ, երրորդ կարգի հաշմանդամություն ունեցող եւ ֆունկցիոնալ սահմանափակում ունեցող քաղաքացիները նույնպես մտնում են այս փուլը։ Ես խոսում եմ այս փուլի մասին, հա, հիմա 2026 թվականի մասին։ Նրան ներառվում է նաեւ այս խմբերի մեջ մտնում է նաեւ ընտանեկան նպաստի 28 եւ ավելի բալ ունեցողները։ Ըստ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի հունվարի 5-ի դրությամբ համակարգում գրանցվել է 2285 այց։ Եթե չգիտեմ ինչ թիվ եք ասում, բայց նախարարը նշում է, որ այդքան այց գրանցվել է, շատ ուրախ եմ։ Դա հերթական անգամ փաստում է այն մտավախությունը, որ մարդիկ ուղղակի սպասում էին, որ ապահովագրություն լինի եւ անվճար կերպով դիմեն բժիշկի, ինչը բերելու է անկառավարելի հերթերի գոյացմանը։ Գևորգ Գրիգորյանի խոսքով հիվանդանոցների մեծ մասը դեռ չունի հստակ կանոնակարգ, թե ինչպես պետք է աշխատի պարտադիր ապահովագրության պայմաններում։ Շատ հարցեր անպատասխան են մնում անգամ բժիշկների համար, ինչը կարող է հանգեցնել անկառավարելի հերթերի եւ լարվածության։
Դեռևս տեղեկացված չեմ, թե ինչ գներով են հաշվարկվելու այդ ծառայությունները։ Ծառայությունների ցանկը կա, բայց արդյոք գները հաշվարկված են շուկայական գներով, թե կրկին շատ ցածր արժեքներով են հաշվարկված, որ կրկին բուժաշխատողը պետքա շատ աշխատի եւ շատ քիչ վարձատրվի։ Նրա գնահատմամբ պետությունը շատ կոշտ ձևով է մտնում ապահովագրական դաշտ, առաջարկելով փաթեթ, որը մասնավոր ապահովագրական ընկերությունները հաճախ ավելի մատչելի են տրամադրում։ Քաղաքացիները պարտադիր ապահովագրության փաթեթներին ծանոթանալու համար պետք է գրանցվեն Արմեդ հավելվածում։ Հարցերի դեպքում գործում է նաև Արմեդի թեժգիծը, սակայն ըստ մասնագետների զանգերի հոսքին համակարգը դեռ պատրաստ չէ։ Արմեդ համակարգը ինքը ինչ որ ընկերություն է եւ այդ ընկերությունը ունի սահմանափակ ռեսուրս, ուստի ունի սահմանափակ օպերատորներ։ Չեն կարող այդ օպերատորները 24/7 ռեժիմով անընդհատ խոսել։ Այսինքն կամ պետք է օպերատորների քանակը շատանա, կամ պիտի գծերը ավելանան զանգերի։ Առողջություն եւ իրավունք հասարակական կազմակերպության համահիմնադիր Ծաղիկ Վարդանյանի խոսքով առաջարկվող ծառայությունների մեծ մասը գրեթե նույնն է, ինչ նախկինում պետպատվերի շրջանակում։ Պարզապես ներկայացման ձևն է փոխվել։ Ամբողջ խնդիրը նա է, որ ուղղակի քաղաքացիների ներգրավվածությունը ավելանելու է, օրինակ 65 պլյուսը դա նոր շահառուների խումբ է, եթե պետպատվերի հետ ենք համեմատում, եւ այստեղ առողջապահական կարիքները բավականին բարձր են։ Իսկ ինչ է կատարվում բժշկական հաստատություններում եւ ինչպես են բժիշկներն ուղեգիր տրամադրում քաղաքացիներին։ Ուղեգրերի տրամադրումը նոր պահանջների բացատրությունը եւ համակարգի կիրառումը հիմնականում մնում են բժիշկների ուսերին։ Նրանք ստիպված են ինքնուրույն ուսումնասիրել օրենքը եւ զանգահարել նախարարություն պարզաբանումներ ստանալու համար, սակայն պատասխանները հաճախ ուշանում են կամ ընդհանրապես չեն լինում։ Այսօր հենց առաջին իսկ աշխատանքային օրով ես ունեցել եմ պացիենտ, ով որ եկել էր, ով որ բոլոր կրիտերիաներով բավարարում էր ապահովագրական բուժօգնություն ստանալուն, բայց քանի որ ես որպես բժիշկ տեղեկացված չեմ, թե ինչ թղթաբանություն պետք է լինի, ինչ պետք է անենք, որպեսզի այդ մարդը ապահովագրության շրջանակներում ստանա բուժօգնություն, ասել եմ հաջորդ շաբաթ եկեք, մինչև ես կարողանամ հասկանալ։ Ոլորտի փորձագետները համոզված են, պարտադիր ապահովագրությունը պետք է իրականացվեր տենդերային սկզբունքով, մասնավոր ապահովագրական ընկերությունների մասնակցությամբ։ Դա կզարգացներ պետություն մասնավոր համագործակցությունը, կմեծացներ մրցակցությունը եւ ի վերջո կբարձրացներ բուժօգնության որակը։ Այս փուլում ըստ մասնագետների համակարգը թերի է, ոլորտը անպատրաստ։ Առողջապահության նախարարությունից փորձեցինք պարզաբանումներ ստանալ, սակայն մեր զանգերին այդպես էլ չպատասխանեցին։ Անահիտ Սարգսյան, Էդիկ Մալաքյան, Գեգամ Ղազարյան, ABC Media։ Ապրիլի 1-ից սոցիալական վճարների ոլորտում եւս ուժի մեջ կմտնեն նոր փոփոխություններ։ Կենսաթոշակներն ու նպաստները կտրամադրվեն բացառապես անկանխիկ եղանակով արքա քարտերի միջոցով։ Տարբեր բարձրաստիճան պաշտոնյաներ, այդ թվում աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը, իրենց օրինակներով փորձում են խրախուսել անկանխիկ վճարումները։ Նախարարը նշել է, որ կենսաթոշակառուները կարող են ինքնուրույն ավելացնել իրենց եկամուտը պարզապես գնումներ կատարելով անկանխիկ եղանակով։ Սա վիզա քարտ է մեր բանկերից մեկի, ես հատուկ փակել եմ, որ գովազ չհնչի, իսկ սա արկա քարտ է, որի վրա գրված է արկա, տեսնում եք։ Հիմա եթե մեր կենսաթոշակառուները եւ նպաստառուները իրենց այս տեսակի քարտերը կամ վիզա կամ մաստեր փոխարինեն այս տեսակի քարտերով, իդեպ գույները կարող են տարբեր լինել եւ բանկերն էլ կարող են տարբեր լինել, ապա նրանք կարող են ստանալ ոչ թե 20% հետվճար, այլ 22% հետվճար, իսկ 2%-ի մասով սահմանափակումները արդեն ավելի մեծ են, մինչև 60,000 դրամի շրջանակներում կարող է տատանվել ամսական հետվճարի չափը եւ հետեւաբար ես կոչ եմ անում օգտվել այս հնարավորություններից, ինչպես նաեւ կոչ եմ անում մեր մոտարապես 48,000-ային կենսաթոշակառուներին եւ նպաստառուներին, որոնք դեռևս ստանում են իրենց կենսաթոշակն ու նպաստը կանխիկ եղանակով, արագ անցում կատարել անկանխիկի, վերցնել իրենց ցանկությամբ այս տեսակի քարտերից որևէ մեկը, եթե ուզում են պարզապես 20%, ապա վիզա կամ մաստեր բանկերից, եթե ուզում են 22%, ինչը ես ինքս էլ իդեպ այս պատահական չեմ ցույց տալի, ես արկա քարտ չունեի, հատուկ եմ հանել, որպեսզի նաև խրախուսեմ մարդկանց եւ այդ 2% հետվճարի ծրագրից օգտվել։
Թե ինչ պատճառով որոշվեց հետվճարը սահմանել միայն անկանխի կարգաքարտերով եւ ինչ խնդիրներ կարող է առաջացնել այս նոր համակարգը, տնտեսագետն է մեկնաբանում։ Հասկանալի չի, ինչու միայն արքա համակարգում, ինձ թվում է դեռ տեխնիկապես նախ երևի պատրաստ չեն այդ գործադրելու այդ համակարգ ամբողջությամբ եւ իրավացիորեն ուրեմն այդ խնդիրը առկա է, որ այսինքն մնացած վճարման ձևերի դեպքում շարքային այդ համակարգի պայմաններում մնացածի պարագայում չի աշխատում։ Հուսանք, որ այդ բացերն ու խնդիրները լուծվեն եւ նաեւ հենց այդ վճարումների միջավայրում կստեղծվի մրցակցություն։ Սա իրապես խնդիր է եւ երկրորդ խնդիրը նաեւ այդ սահմանափակումներն են։ Գիտեք, օրինակ, մինչև 1000 դրամանոց ուրեմն գործարքների դեպքում չի հետվճար գանձվում կամ ամսվա կտրվածքով նաև գումարի հետվճարի սահմանափակումներ կան։ Դրանք եւս, այսպես ասենք, հասկանալի չեն եւ այս առնվազն վիճելի են նաեւ այդ սահմանափակումները։ Ասենք օրինակ մարդը գնում է կատարում եւ իր, ասենք, օրվա ծախսը միայնակ կենսաթոշակառու է եւ իր օրվա ծախսը ենթադրենք տվյալ օրվա դրությամբ 1000 դրամը չի գերազանց։ Դրանից հետվճար ինքը չի ստանա 2%-ի մասով։ Երեկվանից Սիրիայում վիճակը չի հանդարտվում։ Ռազմական գործողությունների գլխավոր թատերաբեմը Հալեպի հայաբնակ թաղամասերի հարևանությամբ է։ Գիշերվա ընթացքում Հալեպում ռմբակոծության հետևանքով հայեր են տուժել։ Իմ գործընկեր Անի Աբաղյանի հետ զրույցում ասել է Հալեպի հայ համայնքի խոսնակ Ժիրայ Ռեյսյանը։ Վնասվել են նրանց բնակարաններն ու մեքենաները։ Քաղաքում իրավիճակը շարունակում է լարված մնալ։ Լսվում են կրակոցների ու հարվածների ձայներ։ Թաղամասերի մի մասը հայտարարված է զինվորական գոտի։ Բնակիչներին կոչ են անում լքել այդ տարածքները։ Չնայած խանութների մի մասը բաց է եւ մարդիկ կարողանում են հաց ու առաջին անհրաժեշտության ապրանքներ ձեռք բերել, իրավիճակը նորմալ համարել չենք կարող։ Արդեն կան ընտանիքներ, որոնք դուրս են եկել իրենց տներից։ Համայնքները փորձում են միմյանց աջակցել։ Բացել են ապաստարաններ, աշխատում են կամավորները եւ Կարմիր խաչի բուժկետը շարունակում է գործել։ Սիրիայում վիճակը սրվել է նախօրեին, բախումները սկսվել են սիրիական բանակի եւ Սիրիայի դեմոկրատական ուժերի միջև։ Մարտերը տեղափոխվել են բնակելի հատվածներ, կան զոհեր եւ վիրավորներ։ Հալեպում Հայաստանի հյուպատոսությունը հայտնում է, որ գրասենյակը չեն փակելու, կընդունեն դիմումներ։ Ինչ է կատարվել հայաբնակ Հալեպում, Անի Աբաղյանի ռեպորտաժում։ Հալեպում ամբողջ գիշեր երկինքը որոտում էր։ Սիրիական բանակի եւ Սիրիայի դեմոկրատական ուժերի միջև կրկին բախումներ են։ Զոհեր ու վիրավորներ կան, հայտնում են Հալեպում բնակվող մեր աղբյուրները։ Մարտերը բնակելի թաղամասերում են, որն արդեն զինվորական գոտու է վերածվել։ Պահանջված է զինվորական իշխանություններն, որ այդ թաղամասի բնակչությունը բարբե իրենց տուները կամ դուրս կան իրենց տուներեն, որպես զինվորական կոդի նոր ընթարումներու մեջ ավելի զոհեր չունենալու պատկերացումով։ Փակ են դպրոցները, պետական հաստատությունները, օդակայանը։ Հալեպը նորից կրակի մեջ է։ Հալեպահայ մեր զրուցակիցը պատմում է, որ նոր գյուղ թաղամասում բախումների ընթացքում վնասվել է քոլեջի շենքը, որտեղ դեռ աշխատում էին 2 մասնագետ։ Ռմբակոծվում են բնակելի շենքեր ու կրթական հաստատություններ։ Գանձասար բարբերականի փոխանցմամբ կան տասնյակ վիրավորներ, այդ թվում երեխաներ։ Նոր գյուղ, Շեյխ Թահա, Ճալա, Աշրաֆիե, Շեյխ Մաքսուդ, Վիլլաներ, Սուլեյմանիե շրջաններում լսվում են ռմբակոծության եւ հրաձգության ձայներ։ Շենքերի վրա երևում են փամփուշտի հետքեր։ Հալեպահայերը նշում են, որ հասցրել են խաղաղ անցկացնել Սուրբ Ծննդյան պատարագը հայկական եկեղեցում եւ ավարտել փոխադարձ շնորհավորական այցերը ազգային առաջնորդարանում։ Սակայն լարված իրավիճակի պատճառով Սուրբ Ծննդին հաջորդող մեռելոցը չեղյալ է հայտարարվել։ Արաբագետները Հալեպում Սիրիայի դեմոկրատական ուժերի եւ սիրիական բանակի միջև բախումները կապում են քրդական ուժերին ճնշելու Սիրիա-Թուրքիա համատեղ գործողության հետ։
2025 թվականի մարտի 10-ին ձեռք բերված պայմանավորվածության համաձայն Սիրիայի դեմոկրատական ուժերը պետք է ինտեգրվեր Թուրքիայի զինված ուժերին, իսկ նրա վերահսկողության տակ գտնվող տարածքները փուլ առ փուլ փոխանցվեին կենտրոնական իշխանությանը։ Սակայն այդ պայմանավորվածությունը մինչ այժմ չի իրականացվում։ Աբրահամ Գասպարյանի խոսքով տեղի ունեցողը քրդերի գլխավորած Սիրիայի դեմոկրատական ուժեր կոալիցիան ճնշելու եւ վախեցնելու փորձ է Թուրքիայի աջակցությամբ։ Ինչ խնդիր է դրված։ Քրդերը ինչ հեռանկար պիտի ունենան այս տարածաշրջանում։ Թուրքիան ունի հստակ նպատակ, որ Սիրիայի հյուսիսային եւ հյուսիսարևելյան ամբողջ շրջանները, որոնք հիմնականում քրդաբնակ են եւ Թուրքիայի սահմանակիցն են, ունեն անվերապահ աջակցություն, եթե չասեմ, նույն Քրդստանի բանվորական կուսակցության սիրիական մասնաճյուղն են կամ ֆիլիալն են։ Հետագայում երբ 13 թվականին ձևավորվեց այդ Սիրիայի դեմոկրատական ուժերը, հիմնականում քրդական ուժերից բաղկացած, սա այն գլխավոր մտավախությունն է, գլխացավանքը Թուրքիայի համար, որովհետև գտնվում է հենց սահմանին։ Սիրիայում կրքերը դեռ չեն թուլանում։ Եվ չեն թուլանա, քանի դեռ կողմերը փոխադարձ ճնշումների քաղաքականություն են վարում։ Աբրահամ Գասպարյանի գնահատմամբ Թուրքիան հաջողության չի հասնելու քրդերի գլխավորած Սիրիայի դեմոկրատական ուժերի դեմ պայքարում, քանի դեռ նոր մերձավոր արևելքում Միացյալ Նահանգների դաշնակիցը քրդերն են։ Հալեպում վիճակը վերահսկողությունից դուրս է գալիս, բախումները շարունակվում են, պայմանավորվածությունները չեն գործում, իսկ վտանգի տակ կրկին խաղաղ բնակիչներն են։ Անի Աբաղյան, Տարոն Ղանդիլյան, Անդրանիկ Մանսուրյան, ABC Media։ Մերձավոր արևելքում լարվածությունը չի սահմանափակվում միայն Սիրիայով։ Իրանում բողոքի ցույցերը նոր թափ են ստացել։ Բողոքի ալիքը տարածվել է նաև այն բնակավայրերում, որոնք վերջին օրերին համեմատաբար հանգիստ էին։ Երկրի մի շարք խոշոր քաղաքներում իրավապահների վրա զինված հարձակումներ են եղել։ Ցուցարարները փորձել են հրկիզել ոստիկանական բաժանմունքներ։ Իրանի հարավարևմուտքում Լորդեգան քաղաքում անկարգությունների ընթացքում զոհվել է առնվազն 2 մարդ, վիրավորվել մոտ 30-ը։ Թե ինչպես են տեղի ունեցողը մեկնաբանում իրանագետներն ու քաղաքագետները, Սեդա Մակարյանի ռեպորտաժում։ Իրանում տնտեսական ճգնաժամի հետևանքով անցկացվող ցույցերը վերածվել են քաղաքական բախումների։ Իրանի մի շարք նահանգներում արձանագրվում են անկարգություններ։ Ակցիաների մասնակիցները հարձակվում են ոստիկանական շենքերի վրա, այրում ու պղծում իրանական դրոշները, հրահրում բախումներ։ Իրանում գործող հայկական Ալիք օրաթերթի խմբագիր Արամ Շահնազարյանը նշում է, որ լայնորեն տարածվում են կեղծ տեղեկություններ, հատկապես զոհերի թվի եւ ինքնությունների վերաբերյալ։ Նրա խոսքով այս ամբողջ գործընթացը համակարգում եւ կառավարում է Իսրայելը։ Դրանք կազմակերպվում են հիմնականում երկրի արևմտյան շրջաններում, հիմնականում 3 նահանգ կա՝ Լորեստանը, Չարմահալ եւ Բախտիարին ու Իլամը, որոնք նման անկարգությունների, այսպես կոչված էպիկենտրոններն են համարվում։ Շահնազարյանի խոսքով Իսրայելը փորձում է իրավիճակը սրել քրդական շարժումների միջոցով, սակայն նա սխալ է համարում այն պնդումը, թե Իրանի քրդերի մեծամասնությունը մասնակցում է ակցիաներին։ Նրա խոսքով ցույցերին ներգրաված են նաև ահաբեկչական խմբավորումներ, որոնց ֆինանսավորում է Իսրայելը։ Նպատակը դա Իրանում, այսպես կոչված, անվտանգային խորը ճգնաժամ եւ անկայունություն ստեղծելն է։ Եվ իզուր չի, որ այդ նահանգները, որոնք արևմտյան սահմանում են կենտրոնացած եւ ամենազգայուն նահանգներն են ռազմավարական առումով, թիրախում են հայտնվել։ Ստեղծված վիճակին արձագանքել է նաև Իսլամական Հանրապետության ղեկավարությունը։ Իրանի հոգևոր առաջնորդ Այաթոլլահ Ալի Խամենեին հայտարարել է, որ պատրաստ է լսել այն քաղաքացիների դժգոհությունները, որոնք բողոքում են տնտեսական ճգնաժամի դեմ։ Միևնույն ժամանակ նա ընդգծել է, որ խիստ կլինի բոլոր այն անձանց եւ ուժերի նկատմամբ, որոնց նպատակներն այլ են։ Ոչ մի հանդուրժողականություն չի ցուցաբերվի նրանց նկատմամբ, ովքեր Իսլամական Հանրապետության դեմ օգնում են թշնամուն։ Թեհրանը գտնվում է միջազգային ճնշման ներքո։ Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը սպառնացել է աջակցել ցուցարարներին, եթե անվտանգության ուժերը դիմադրեն անկարգություններին։ Մենուա Սողոմոնյանը կարծում է, որ Ամերիկայի Միացյալ Նահանգների ներկայիս վարած քաղաքականությունը հուշում է, որ Իրանի ներքին կյանքում ստեղծված ճգնաժամի հեղինակը հենց այս պետությունն է, Իսրայելի աջակցությամբ։ Դատելով դրա վերաբերյալ հատկապես Ամերիկայի Միացյալ Նահանգների բարձրաստիճան ղեկավարության արձագանքից կարող ենք ասել, որ բացառված չէ, որ դրանցում
արտաքին միջամտության ուղղորդման կազմակերպման հանգամանքը տեսնել։ Այս տեսանկյունից մեզ համար շատ ավելի ուրախալի է այն հանգամանքը, որ դեռևս թուրքական միջամտության հետքեր չենք նշմարում։ Զրուցակիցներս կարևորում են, որ Իրանում ստեղծված իրավիճակին դեռ թուրք-ադրբեջանական տանդեմը չի միջամտել։ Իսլամական պետության իշխանություններն ըստ նրանց չեն զիջի, բայց ստիպված կլինեն կարգավորել երկրում ստեղծված տնտեսական ճգնաժամը։ Սակայն աշխարհը կանգնած է ավելի լայն աշխարհաքաղաքական վերաձևումների առջև։ Վենեսուելայի նախագահին գերեվարելուց հետո Դոնալդ Թրամփը իր ուշադրությունը կենտրոնացրել է նաև Գրենլանդիայի և Կուբայի վրա։ Ինչ հետևանքներ կարող է ունենալ այս գլոբալ զարգացումը տարածաշրջանային ու միջազգային անվտանգության համար ռեպորտաժում։ Միացյալ Նահանգներն ընդլայնում է իր ազդեցության սահմանները եւ այդ հարցում վճռական է տրամադրված։ Վենեսուելայից հետո Վաշինգտոնի թիրախում են արդեն Գրենլանդիան եւ Կուբան։ Թեպետ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել է, թե Գրենլանդիան գնելու տարբերակն է նախընտրելի, այդուհանդերձ Միացյալ Նահանգների նախագահը չի բացառել նաեւ ռազմական սցենարը։ Մասնագետների գնահատմամբ Թրամփի իրական նպատակը Գրենլանդիան չէ, այլ Դանիան։ Միջազգայնագետի համոզմամբ Թրամփի զավթողական քաղաքականությունն ուղղված է Չինաստան, Ռուսաստան, Իրան երակիդը։ Խնդիրը, որը փորձում է կամ փորձելու է լուծել Միացյալ Նահանգները, դա Չինաստանի, Ռուսաստանի, Իրանի ազդեցությունը արևմտյան կիսագնդից, որը համարվում է Միացյալ Նահանգների ռազմավարական շահերի գոտին կամ հետաքրքրությունների գոտին, այստեղից դուրս մղելը եւ դա լրացնում սեփական ազդեցությամբ։ Վենեսուելայի նախագահի գերեվարումից հետո Վաշինգտոնը խիստ պայմաններ է ներկայացրել երկրի փոխնախագահին։ Պահանջներից մեկը նախատեսում է Վենեսուելայից Չինաստանի, Ռուսաստանի, Իրանի եւ Կուբայի ներկայացուցիչների անհապաղ արտաքսում, նաեւ այդ երկրների հետ տնտեսական հարաբերությունների լիակատար խզում։ Նույնիսկ Վենեսուելայի փոխնախագահի դառնալը ժամանակավոր պաշտոնակատար, սա եւս կարծում եմ ժամանակավոր է եւ նա կփոխարինվի Միացյալ Նահանգների համար շատ ավելի լոյալ եւ շատ ավելի, այսպես ասենք, թե գաղափարական, թե քաղաքակրթական առումով ավելի Միացյալ Նահանգների գծին պատկանող ուժերով։ Միաժամանակ Դանիայի բարձրաստիճան պաշտոնյաները հայտարարել են, որ Գրենլանդիայի դեմ ցանկացած ուժային գործողություն կարող է նշանակել ՆԱՏՕ-ի վերջը։ Սա իհարկե շատ էական ինտրիգ է, այսինքն Միացյալ Նահանգները ինչպես կփորձի լուծել այս հարցը, որովհետև մենք տեսնում ենք, որ այստեղ միայն Դանիայի դիրքորոշումը չէ, Բրիտանիայի վարչապետն էր հայտարարել, որ Գրենլանդիայի ճակատագիրը պետք է որոշեն Գրենլանդիայի բնակիչները եւ Դանիան, որին պատկանում է կղզին։ Սպիտակ տան թե Լատինական Ամերիկայում իրականացվող գործողությունները միտված են թմրանյութերի, ապօրինի շրջանառության եւ միգրացիայի դեմ պայքարին, մասնագետները համարում են պատրվակ։ Ըստ նրանց Թրամփը հետապնդում է բոլորովին այլ աշխարհաքաղաքական նպատակներ։ Եթե Միացյալ Նահանգները գնա այստեղ ստատուս քվոյի փոփոխության, սա նշանակելու է Եվրամիության սահմանների վերաձևում։ Ընդ որում այս հանգամանքը կարող է ստեղծել նաև նախադեպ, այսինքն կարող է դառնալ նախադեպ եւ կասկած չկա, որ եվրոպացիներին նաև հենց այս հանգամանքն է մտահոգում, բայց նաև դատելով Միացյալ Նահանգների վերաբերմունքից եւ ազգային անվտանգության ռազմավարությունից Նահանգների այսօրվա վարչակազմին խոշոր հաշվով այդքան էլ չի մտահոգում ՆԱՏՕ-ի ճակատագիրը առնվազն իր այսօրվա տեսքով։ Փորձագետների կարծիքով Թրամփի ծրագրի հաջողության դեպքում առավելագույն զգոնություն պետք է ցուցաբերի Իրանի Իսլամական Հանրապետությունը։ Վերջին շրջանում Իրանի բարձրաստիճան պաշտոնյաների հայտարարությունները վկայում են, որ Թեհրանում արդեն կրահում են Թրամփի ծրագրերի շարունակականությունը։ Ոչինչ բացառել պետք չէ, բայց այդուհանդերձ կարծում եմ այստեղ խաղի տրամաբանությունը եւ մակարդակը այլ է։ Չեմ բացառում իհարկե, որ Միացյալ Նահանգները կփորձի իր շահերը այստեղ պաշտպանել հենց ուժի գործոնը խաղարկելով, այսինքն ցույց տալով, որ պատրաստ է ուժի կիրառման, փորձելով այդ կերպ ճնշում բանեցնել ոչ միայն Իրանի, նաև նույն Ռուսաստանի եւ Չինաստանի ուղղությամբ։ Եվրոպական միությունը հանդես է եկել դատապարտող հայտարարությամբ, արձագանքելով Սպիտակ տնից հնչող սպառնալիքներին, սակայն այդ հայտարարությունը Թրամփը փաստացի անտեսել է։ Փորձագետների գնահատմամբ ոչ ՆԱՏՕ-ի ճակատագիրը, ոչ էլ Ռուսաստանի հետ հարաբերությունները այս փուլում Վաշինգտոնին չեն հետաքրքրում։ Չինաստանի եւ Ռուսաստանի նկատմամբ Թրամփի կոշտ քաղաքականությունը ըստ վերլուծաբանների կարող է հանգեցնել աշխարհի քարտեզի նոր վերաձևումների։ Սեդամակարյան, Գեղամ Ղազարյան, ABC Media։
Միացյալ Նահանգների գլոբալ քաղաքական ակտիվությունից հետո միջազգային օրակարգի առանցքային ճգնաժամերից մեկը շարունակում է մնալ ռուս-ուկրաինական պատերազմը։ Այն մտնում է նոր քաղաքական փուլ։ Փարիզում արևմտյան առաջնորդները քննարկել են ոչ միայն պատերազմի ընթացքը, այլև Ուկրաինայի ապագան եւ հնարավոր խաղաղության պայմանները։ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ընդգծել է, որ յուրաքանչյուր պաշտպանական մատակարարում ոչ միայն փրկում է կյանքեր, այլ նաեւ ուժեղացնում Կիևի դիրքերը դիվանագիտական սեղանի շուրջ։ Շարունակվող ռազմական գործողությունների ֆոնին Ուկրաինայի, Ֆրանսիայի եւ Մեծ Բրիտանիայի միջև ստորագրվեց Փարիզյան հռչակագիրը բազմազգուժերի տեղակայման մասին։ Հռչակագրի նպատակը Ուկրաինային անվտանգության երաշխիքներով ապահովելն է կամավորների կոալիցիայի աջակցությամբ։ Արդյոք սա ՆԱՏՕ-ի հնարավոր փոխարինողն է Ուկրաինայում։ Դեռ վաղ է ասել, որ երյակը կարողանա փոխարինել կամ կամրապնդվի Ուկրաինայում որպես ՆԱՏՕ-ի այլընտրանք։ Բացի այդ, այս պահին գոնե թե ամերիկյան եւ գլոբալ քաղաքականության տրամաբանությունը այնպիսին է, որ մշուշոտ է եւ Եվրոպական միության ապագան այն տեսքով, ինչպիսին մենք գիտենք, եւ նաեւ ՆԱՏՕ-ի ապագան այն տեսքով, ինչպիսին որ մենք գիտենք։ Սա ՆԱՏՕ-ն չէ, բայց երրորդ ուժի կիրառում է, ինչը եւս հակասում է Ռուսաստանի շահերին, ասում է վերլուծաբան Հակոբ Բադալյանը։ Նրա պնդմամբ ռուս-ուկրաինական հարաբերությունների կարգավորումը մեծապես պայմանավորված է Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջև բանակցություններով։ Հարցը միայն ՆԱՏՕ-ն չէ, այլ հետեւյալը, որ Ուկրաինան պետք է չլինի երրորդ որևէ ռազմաքաղաքական բլոկի գործիք կամ դաշտ Ռուսաստանի դեմ գործողությունների համար։ Հետևաբար սա նշանակում է, որ այդպիսի հավակնություններ ներկայացնող եվրոպացիները դրա միջոցով փորձում են ընդամենը իրենց շահերը բերել process եւ պաշտպանել այդ շահերը, թույլ չտալ, որպիսի առանց եվրոպական սուբյեկտության Ռուսաստանը եւ Միացյալ Նահանգները ինչ որ համաձայնությունների կան։ Մինչ Թրամփ-Պուտին բանակցություններով կվերջնականացվեն պատերազմի արդյունքները, Թուրքիան ու Բելգիան հայտարարել են Ուկրաինային ուղղված ծովային ու ռազմական աջակցության մասին։ Գերմանիան էլ Ուկրաինայի ու Եվրոպայի անվտանգությունը պատրաստվում է իր վրա վերցնել։ Քաղաքագետը պնդում է, Ուկրաինայում թվացյալ կարգավորմանը միտված քայլերը հերթական հետպատերազմյան ազդեցության գոտիների վերաբաժանումն են։ Պայմանավորվածությունները մեծ հաշվով ես կարծում եմ, որ կլինի Միացյալ Նահանգների եւ Ռուսաստանի միջև, իսկ եվրոպական հիմնական դերակատարները, մասնավորապես Գերմանիա, Ֆրանսիա եւ Մեծ Բրիտանիա, այս կամ այն կերպ կփորձեն այս արանքում ստանալ իրենց բաժին ազդեցության գոտիները։ Չնայած Ռուսաստանը բազմիցս հայտարարել է ցանկացած երրորդ ուժի տեղակայումն Ուկրաինայում օրինական թիրախ է համարելու, Մոսկվայի արձագանքը այս գործընթացին բուռն չէ։ Ըստ էության Ռուսաստանում համարում են, որ խնդիրը կարգավորվելու է ոչ թե Եվրոպական միության ջանքերով կամ մասնակցությամբ, այլ Ռուսաստան Միացյալ Նահանգներ պայմանավորվածություններով, որին ինչ որ պայս կմիանա նաև Ուկրաինան, արդեն ոչ թե որպես դերակատար, այլ որպես պարզապես համաձայնություն տվող կողմ։ Թրամփի փեսա եւ ավագ խորհրդական քուշները եւս արձանագրել է այն փաստը, որ ռուս-ուկրաինական հարաբերությունների կարգավորումը Ամերիկայի Միացյալ Նահանգներ Ռուսաստան բանակցությունների շրջանակում է եւ մնացած գործընթացները եւս պայմանավորված են դրանով։ Իսկ եվրոպական երկրների նախաձեռնությունն այս դեպքում երկրորդ պլան է մղվում։ Միացյալ Նահանգների նախագահ Թրամփի փեսան Քուշները, որը գիտենք մասնակցում է Ռուսաստանի հետ բանակցային process-ին, խոսել էր հետևյալի մասին, որ անվտանգության երաշխիքների վերաբերյալ հարցերում Միացյալ Նահանգների նախագահը ելնում է Պուտինի հետ իր խոսակցության շրջանակից։ Այս պայմաններում ըստ մասնագետների Փարիզյան հռչակագիրը ավելի շատ եվրոպական երկրների հետպատերազմյան Ուկրաինայում իրենց տեղապահպանելու փորձ է, քան անվտանգության երաշխիք։ Մինչ հիմնական պայմանավորվածությունները ձևավորվում են Վաշինգտոն-Մոսկվա առանցքում, Եվրոպան փորձում է չմնալ գործընթացից դուրս։ Արդյունքում Ուկրաինայի ապագան շարունակում է որոշվել ոչ միայն ռազմի դաշտում, այլև մեծ տերությունների ազդեցության բաժանման սեղանի շուրջ։ Սեդա Կյուրեղյան, Նորայր Հակոբյան, Նոնա Գևորքյան, ABC Media։ Փարիզում կայացած հանդիպումներից հետո Վլադիմիր Զելենսկին մեկնաբանել է գագաթնաժողովի արդյունքները, նշելով, որ դաշնակիցներից մինչ այժմ հստակ պատասխաններ չեն հնչել։ Միաժամանակ Ուկրաինայի նախագահը հայտնել է, որ հույս ունի մոտ ապագայում հանդիպել Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի հետ։ Նրա խոսքով հանդիպումը կարող է կայանալ Վաշինգտոնում։ Միջազգային մյուս լուրերը ռեպորտաժում։
Ադրբեջանում Սոկար պետրոլեումի բենզատար մեքենան պայթել է լիցքավորման ժամանակ։ Պայթյունի հետևանքով կա զոհ եւ վիրավոր։ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն է խոսել աշխարհի եւ տարածաշրջանի առջեւ ծառացած սպառնալիքների ու էներգետիկ ռեսուրսների համար պայքարի մասին։ Հորիզոնում ի հայտ է գալիս էներգետիկ ռեսուրսների համար նոր եւ շատ ագրեսիվ մրցակցություն։ Արևմտյան աշխարհն աստիճանաբար կորցնում է այն փաստարկները, որոնք տարիներ շարունակ օգտագործել է այլ երկրներին սպառնալու համար, նշել է նա։ Ռուսաստանում հանգստի գոտում մասնավոր ուղղաթիռ է կործանվել։ Այն խճճվել է ճոպանուղու պարանների մեջ։ Ավիավթարի հետևանքով զոհվել է 2 մարդ։ Միացյալ Նահանգների հետ բանակցությունների համար բարենպաստ պայմաններ չկան։ Լրագրողների հետ զրույցում հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին։ Արաղչին այն պայմանավորել է Ամերիկայի վարած քաղաքականության հետ։ Վաշինգտոնն ավելացնում է իր ռազմական բյուջեն, ոչ թե 1, այլ 1.5 տրիլիոն դոլար բանակի համար։ Միացյալ Նահանգների նախագահն է հայտարարել։ Գումարի ավելացումը Միացյալ Նահանգների նախագահը կապել է ավելի խոցելի եւ վտանգավոր ժամանակների հետ, նշելով, որ այն կօգնի ունենալ երազանքների բանակ։ Նախագահի այս որոշումը լրագրող Թաքեր Կարլսոնին ստիպել է կարծել, որ Միացյալ Նահանգները պատրաստվում է պատերազմի։ Այդպիսի ռազմական բյուջե բնորոշ է երկրի, որը պատրաստվում է համաշխարհային կամ տարածաշրջանային պատերազմի, հայտարարել է նա։ Միացյալ Նահանգների եվրոպական հրամանատարությունը հայտարարել է Ատլանտյան օվկիանոսում ռուսական մարիները լցանավը կալանելու մասին։ Նշվում է, որ նավի առգրավման պատճառը ամերիկյան պատժամիջոցներից խուսափելն է։ Բացի այս, Միացյալ Նահանգների հարավային հրամանատարությունն էլ հայտնել է Կարիբյան ծովում Սոֆիա անունով տանկերի կալանման մասին, որը նավարկում էր առանց որևէ պետության դրոշի։ Միացյալ Նահանգները մտադիր է քրեական հետապնդում հարուցել ռուսական մարիներանավի անձնակազմի նկատմամբ, հայտնել է Սպիտակ տան խոսնակ Քերոլայն Լևիթը։ Ամերիկյան կողմը պնդում է, որ լցանավը ապօրինաբար տեղափոխել է վենեսուելական նավթ, խախտելով պատժամիջոցները։ Թրամփը հայտարարել է, որ առանց իր միջամտության Ռուսաստանն այժմ զավթած կլիներ ամբողջ Ուկրաինան։ Ռուսաստանն այժմ կտիրեր ամբողջ Ուկրաինային, եթե ես չմիջամտեի։ Ռուսաստանն ու Չինաստանը բացարձակապես չեն վախենում ՆԱՏՕ-ից առանց Միացյալ Նահանգների, գրել է նա սոցցանցի իր էջում։ Գրենլանդիան լիովին բաց է ամերիկյան լրացուցիչ զորքերի տեղակայման համար, հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն։ Թրամփն օրերս հայտարարել էր, որ Միացյալ Նահանգները Գրենլանդիայի կարիքն ունի, քանի որ կղզին շրջապատված է չինական եւ ռուսական նավերով։ Մահվան եզրին հարավային Աֆրիկայում մոտորանավակի շարժիչի խափանումից հետո նավաստիները ժամերով կախված են մնացել 40 մետրանոց ամբարտակի եզրին։ Բարեբախտաբար նրանց հաջողվել է փրկել։ Այս ժամի համար նախատեսել էինք այսքանը, շարունակեք հետևել մեզ YouTube-ում, Facebook-ում, Telegram-ում, WhatsApp-ում, Instagram-ում ու TikTok-ում կամ այցելեք մեր պաշտոնական կայք 3w.abc-media.am։ Ես Սվետլանա Պետրոսյանն եմ, շնորհակալություն ուշադրության համար։ ABC լուրերի գլխավոր թողարկումը եթերում կլինի ժամը 18-ին, տաղավարում կաշխատի իմ գործընկեր Աննա Սարգսյանը։